Ամբողջ ամիսներ տունը լռությամբ էր լցված, նշմարված կորուստով ժպիտների բացակայությամբ։ Բայց մի սովորական երեկո ամեն ինչ փոխվում է, երբ մանկական ծիծաղ է հնչում մահացած կնոջ սիրելի սենյակից։ Այնտեղ մեծ սրտով մի անծանոթ կարողանում է անել այն, ինչ ոչ ոք չէր կարողացել, վերադարձնել ուրախությունը կոտրված ընտանիքին։ Եվ ինքն էլ չնկատելով դառնում է կամուրջ անցյալի ցավի նոր սկիզբի խոստման միջ։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, որը մեզ համար շատ կարևոր է, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Մարտի մանրամաղ անձրը թրջում էր գործադիր դասի մեքենայի պատուհանները, մինչ Էդվարդ Սարգսյանը քշում էր Երանի բանուկ փողոցներով, փորձելով հեռացնել համառորեն վերադարձող մտքերը։ Եվս մեկ հոգնեցուցիչ օր գրասենյակում, մեկ ժողով, որը ձգվեց մինչ երեկոյան 7-ից հետո, մեկ պատրվակ, տուն հասնելու այն ժամանակ, երբ երեխաներն արդեն քնած կլինեին։ Արդեն 8 ամիս էր, ինչ նրա կյանքը վերածվել էր փախուստի այս մեխանիկական առօրյային։ 8 ամիս այն օրվանից, երբ Կարինեն հեռացել էր, իր հետ տանելով ոչ միայն նրա կյանքի սերը, այլ այն ուրախությունը, որը մի ժամանակ բնակվում էր այդ տան յուրաքանչյուր անկյունում։ Կարմիր լուսացույցը ստիպեց նրան կանգ առնել, Էդվարդը առիթն օգտագործեց, մերսելու քունքերը, զգալով գլխացավի ծանրությունը, որը դարձել էր նրա մշտական ուղեկիցը։ Հետի նստատեղին կարճ պայմանագրերով մի քանի թղթապանակներ տեղ էին բաժանում փապ ուկ Արչուկի հետ, որը Սոնան շաբաթներ առաջ մոռացել էր մեքենայում։ Նա հետի հայելուց նայեց խաղալիքին, զգաց կրծքավանդակի ծանոթ ծակոցը։ Երբ էր վերջին անգամ տեսել, թե ինչպես է դուստրը գրկում այդ Արչուկին։ Երբ էր վերջին անգամ լսել իր երեխաների անկեղծ ծիծաղը։ Կենտրոնում գտնվող տան լույսերը վառ էին, երբ նա վերջապես հասավ։ Տիկին Հելենը նրա զոքանչը այնքան էր պնդել, որ ինչ-որ մեկին վարձի երեխաներին խնամելու համար, որ Էդվարդը պարզապես համաձայնել էր, չափազանց հոգնած լինելով վիճելու համար։ Կարինեի մահից հետո կինը փորձում էր լրացնել դստեր թողած դատարկությունը, բայց Էդվարդը գիտեր, որ աշխարհի ողջ նվիրվածությունն անգամ ի զորու չէր փոխարինել մորը։ Ինքն անգամ չէր կարողանում լինել այն հայրը, որը պետք է լիներ։ Ինչպես կարող էր մի օտար կին հասնել նրան, ինչին ինքը, հարազատ հայրը, չէր կարողանում հասնել։ Նա կայանեց ավտոտնակում, խորը շունչ քաշեց դուրս գալուց առաջ։ Եվս մեկ լուռ գիշեր էր սպասում նրան։ Եվս մեկ գիշեր, լուռ երեխաներով, որոնք ուտում էին առանց ախորժակի, խաղում առանց խանդավառության, գոյատում առա։ Նց ապրելու։ Պետրոսը, ավագը, իր 8 տարեկանով դարձել էր մանրանկարչական մեծահասակ, չափազանց լուրջ իր տարիքի համար։ 6-ամյա Սոնան ժամերով նկարում էր մորը թղթի կտորների վրա, որոնք հետո թաքցնում էր մահճակալի տակ։ Իսկ Միքայելը, ընդամենը 4 տարեկան, պարզապես դադարել էր նախկին հաճախականությամբ խոսել, կարծես բառերը Կարինեի ներկայության հետ կորցրել էին իրենց իմաստը։ Էդվարդը բացեց տան դուռը, սպասելով սովորական լռությանը, բայց ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել նախասրահում։ Մի տարօրինակ, գրեթե անիրական ձայն էր արձագանքում միջանցքում։ Մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե դա ինչ էր, երբ վերջապես ճանաչեց, սիրտը սկսեց բուռն բաբախել։ Ծիծաղ։ Մանկական, անկեղծ ծիծաղ, որը գալիս էր հյուրասենյակից։ Մի պահ նա մտածեց, որ զառանցում է։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ չէր լսել այդ ձայնը, որ նույնիսկ կասկածեց, արդյոք չի երակայում։ Բայց ոչ, ահա այն նորից։ Մի զրնգուն քրքիջ, որը կարող էր միայն Սոնայինը լինել, որին հաջորդեց Պետրոսի ավելի զուսպ ծիծաղը, Միքայելի ուրախ ճիչերը։ Էդվարդը թղթապանակը գցեց հատ։ Ակին քայլեց ձայնի ուղղությամբ, սիրտը բաբախում էր այնքան ուժգին, որ ցավ էր պատճառում։ Հյուրասենյակի դուռը կիսաբաց էր, ճեղքի միջով նա կարողացավ տեսնել մի տեսարան, որը նրան լիովին անխոս թողեց։ Նրա 3 երեխաները գորգի վրա էին, ծիծաղում խաղում էին այնպես, ինչպես ամիսներ շարունակ չէին արել։ Պետրոսը ձեռքին բռնել էր գուլպայից պատրաստված ինքնաշեն տիկնիկ, Սոնան հիացած ծափ էր տալիս, իսկ Միքայելը գլորվում էր հատակին, անդադար քրքջալով։ Եվ այդ հրաշքի կենտրոնում, ծնկաչոք գորգի վրա, կարծես ինքն էլ երեխա լիներ, մի կին էր, որին Էդվարդը հազիվ էր կարողանում լավ տեսնել։ Նա թվում էր 20 անց, գանգուր մազերը հավաքված էին անփույթ կոկոնի մեջ, հագին հասարակ հագուստ ուներ, ձեռքին բռնել էր մեկ այլ տիկնիկ։ Նրա ձայնը փափուկ էր ու մեղեդային, մինչ նա տարբեր ձայներ էր հանում կերպարների համար, ստեղծելով մի պատմություն, որը երեխաներին լիովին հիպնոզացրել էր։ Նրա շարժվելու, նրանց հետ շփվելու ձի մեջ կար մի բան, որը միաժամանակ պրոֆեսիոնալ էր, լիովին մայրական։
Էդվարդը կանգնած մնաց այնտեղ, թաքնված դռան հետ։ Դիտելով այդ տեսարանը, որը կարծես վերցված լիներ մեկ այլ ժամանակից։ Մի ժամանակից, երբ իր տունը լի էր կյանքով, երբ իր երեխաներն իսկական երեխաներ էին։ Արցունքներ սկսեցին հավաքվել նրա աչքերում, բայց նա զսպեց դրանք։ Չէր կարող փչացնել այդ պահը։ Չէր կարող կոտրել տեղի ունեցող կախարդանքը։ Կինը, որը կարող էր լինել միայն տիկին Հելենի վարձած նոր խնամակալը, նկատեց նրա ներկայությունը նույնիսկ նախքան նա կորոշեր ներս մտնել։ Նա հայացքը բարձրացրեց դեպի դուռը, նրանց հայացքները մի պահ հանդիպեցին։ Փոխանակ շփոթված թվալու, որ իրեն բռնացրել են հատակին խաղալիս, նա ժպտաց։ Մի անկեղծ, անշտապ ժպիտ, կարծես թաքցնելու ոչինչ չուներ։ Պետրոսն առաջինը նկատեց հոր ներկայությունը։ Հայրիկ, գոռաց նա, վազելով նրա ուղղությամբ։ Բայց վերջին ամիսների պաշտոնական զուսպ ընդունելության փոխարեն տղան փայլում էր։ Դու պետք է ծանոթանաս Լիլիթ մորաքրոջ հետ։ Նա ծիծաղելի ձայներ է հանում, գիտի, թե ինչպես թղթից ինքնաթիռներ պատրաստել, որոնք իսկապես թռչում են։ Սոնան միացավ եղբորը, հոր ձեռքից քաշելով մի ոգորությամբ, որը Էդվարդը հավերժություն էր, ինչ չէր տեսել։ Հայրիկ, տես, թե ինչ է սովորեցրել Լիլիթ մորաքույրը։ Նա վազեց դեպի սեղանը, բերեց մի գունավոր նկար։ Դա այլս մոր մելանխոլիկ պատկերներից մեկը չէր, այլ այգում խաղացող ընտանիքի վառ նկար։ Միքայելը, ամենափոքրը, ամաչկոտ մոտեցավ, բայց փայլող աչքերով։ Հայրիկ, Լիլիթ մորաքույրն ասաց, որ վաղը թխվածքաբլիթներ ենք պատրաստելու։ Դու ուզում ես օգնել։ Էդվարդը նայեց երեխաներին, հետո կնոջը, որը դեռ ծնկաչոք էր գորգի վրա, բնականon կերպով հավաքելով խաղալիքները։ Նա ոտքի էր կանգնել, այժմ նայում էր նրան հանգիստ արտահայտությամբ, սպասելով, որ իրեն ներկայացնեն։ Բարի երեկո, պարոն Էդվարդ։ Ես Լիլիթն եմ, նոր խնամակալը։ Հուսով եմ, անկարգությունը ձեզ չի անհանգստացնում։ Հենց հիմա ամեն ինչ կարգի էի բերում ընթրիքի ժամից առաջ։ Նրա ձայնը հենց այնպիսին էր, ինչպիսին Էդվարդը պատկերացրել էր, հանգիստ, մեղեդային, բայց մի նուրբ հաստատակամությամբ, որը վստահություն էր ներշնչում։ Նրա աչքերում կար մի խորություն, որը չէր համապատասխանում նրա դեմքի ակնհայտ երիտասարդությանը։ Ոչ մի խնդիր։ Չկա, կարողացավ պատասխանել Էդվարդը, դեռ մարսելով իր երեխաների մեջ տեսած փոփոխությունը։ Իրականում, ես վաղուց նրանց այսքան ոգորված չէի տեսել։ Լիլիթը թեթակի թեքեց գլուխը, մի ժեստ, որը հասկացողություն էր ցույց տալիս առանց բառերի կարիքի։ Նրանք յուրահատուկ երեխաներ են։ Պարզապես մի փոքր ժամանակի կարիք ունեին, իրենց հարմարավետ զգալու համար։ Պետրոսը քաշեց հոր վերնաշապիկի թից։ Հայրիկ, այսօր մեզ հետ կընտրես։ Լիլիթ մորաքույրը մակարոն է պատրաստել այնպես, ինչպես մայրիկն էր պատրաստում։ Կարինեի անվան հիշատակումը սենյակում լռության պահ ստեղծեց։ Էդվարդը տեսավ, թե ինչպես Լիլիթը թեթակի լարեց ուսերը, կարծես պատրաստ լիներ ցանկացած արձագանքի։ Բայց սովորական սուր ցավի փոխարեն Էդվարդը մի այլ բան զգաց։ Մի քաղցր կարոտ, գրեթե մխիթարական։ Իհարկե, ասաց նա, զարմացնելով ինքն իրեն։ Արագ կբարձրանամ, հագուստս փոխելու կիջնեմ։ Մինչ նա բարձրանում էր աստիճաններով, Էդվարդը կարող էր լսել, թե ինչպես է Լիլիթը երեխաներին պատրաստում ընթրիքի։ Նրա ձայնը արձագանքում էր տանը մի ձով, որը այն ավելի քիչ դատարկ, ավելի քիչ լուռ էր դարձնում։ Ննջասենյակում, մինչ կոստյումը փոխում էր ավելի հասարակ հագուստով, նա իրեն բռնեց մտածելիս, թե երբ էր վերջին անգամ ընթրել երեխաների հետ։ Սովորաբար, երբ նա հասնում էր, նրանք արդեն քնած էին կամ քնելու էին պատրաստվում։ Ննջասենյակի հայելին արտացոլում էր մի մարդու, որը կարծես մի քանի ամսում տարիներով ծերացել էր։ Շագանակագույն մազերն ունեին ջերմակ թելեր, որոնք առաջ չկային, աչքերի շուրջ կնճիռներ կային, որոնք պատմում էին անքուն գիշերների մշտական անհանգստությունների մասին։ Էդվարդը ձեռքը տարավ դեմքին, զգալով օրվա ընթացքում աճած մորուքը, մտածեց, թե երբ էր դադարել մտահոգվել սեփական արտաքինով։ Նա իջավ ճաշասենյակ, հայտնվեց մի տեսարանում, որը նրան տեղափոխեց ժամանակի մեջ։ Սեղանը գծված էր նույն խնամքով, ինչ Կարինեն սովորաբար ուներ, կտորե անձեռոցիկներով, նույնիսկ կենտրոնում մի փոքրիկ մոմով։ Երեխաները աշխույժ զրուցում էին, մինչ Լիլիթը մատուցում էր մակարոնը, բնականon կերպով մասնակցելով զրույցին։ Լիլիթ մորաքույրն ասաց, որ կարող ենք բանջարանոց ստեղծել բակում, հայտարարեց Սոնան, հենց որ Էդվարդը նստեց։
Նա գիտի, թե ինչպես չերի լոլիկ աճեցնել։ Եվ նա խոստացավ, որ ծառի վրա տնակ ենք պատրաստելու, ոգորված լրացրեց Պետրոսը։ Իսկական տնակ, աստիճանով ամեն ինչով։ Միքայելը, որը սովորաբար լուր էր ուտում, շատախոսում էր մի հեքիաթների գրքի մասին, որը Լիլիթը բերել էր։ Էդվարդը դիտում էր այս ամենը երախտագիտության տարակուսանքի խառնուրդով։ Ինչպես էր այդ կինը կարողացել ընդամենը մի քանի ժամում արթնացնել մի ուրախություն, որը ինքը ամիսներ շարունակ փորձում էր վերականգնել, անհաջող։ Ընթրիքի ընթացքում Լիլիթը պահպանում էր հարգալից կեցվածք, մասնակցելով զրույցներին, երբ իրեն էին դիմում, բայց միշտ հասկացնելով, որ գիտակցում է իր տեղը։ Նա չէր փորձում լինել Կարինեն, չէր փորձում զբաղեցնել մի տեղ, որը իրեն չէր պատկանում։ Փոխարենը, նա ստեղծում էր իր սեփական տեղը, բերելով մի նոր էներգիա, որը լրացնում էր մոր հիշողությունը, առանց փորձելու այն ջնջել։ Երբ երեխաներն ավարտեցին ուտելը, Լիլիթը սկսեց նրանց պատրաստել լոգանքի քնելու ժամին։ Էդվարդն առաջարկեց օգնել, բայց նա քաղաքավարի կերպով մերժեց, ասելով, որ արդեն նրանց հետ հաստատված առօրյա ունի։ Նա մնաց ճաշասենյակում, լսելով վերի հարկից եկող ձայները։ Ծիծաղ լոգանքի ժամանակ, աշխույժ խոսակցություններ ատամները լվանալիս, հետո մի բան, որը նրան լիովին հուզեց։ Պետրոսը բարձրաձայն պատմություն էր կարդում փոքր եղբոր քրոջ համար։ Երբ Լիլիթը իջավ գրեթե 1 ժամ անց, Էդվարդը դեռ նստած էր սեղանի մոտ, մտքերի մեջ խորասուզված։ Նրանք քնած են, տեղեկացրեց նա, սկսելով հավաքել ափսեները։ Վաղը մտադիր եմ նրանց այգի տանել, եթե դուք դեմ չլինեք։ Կարծում եմ, մի փոքր մաքուր օդ վարժություններ բոլորի համար օգտակար կլինեն։ Էդվարդը ոտքի կանգնեց, օգնեց ափսեները տանել խոհանոց։ Լիլիթ, կարող եմ մի հարց տալ։ Նա դադարեցրեց իր գործը, նայեց նրան, պատրաստ լսելու։ Ինչպես դուք դա արեցիք։ Մի քանի ժամում դուք արեցիք մի բան, որը ես ամիսներ շարունակ փորձում էի անել, անհաջող։ Լիլիթը լվաց մի ափսե, նախքան պատասխանելը, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը։ Երեխաներին պարզապես թույլտվություն էր պետք, նորից երեխա լինելու համար։ Երբեմն, երբ մենք տառապում ենք, մոռանում ենք, որ հնարավոր է երջանիկ լինել, առանց անարգելու նրա հիշատակը, ում կորցրել ենք։ Այդ պատասխանի պարզությունը հարվածեց Էդվարդին մի ձով, որը նա չէր սպասում։ Թույլտվություն երեխա լինելու համար։ Հենց դա է, որ նա չէր կարողանում տալ իր երեխաներին, քանի որ ինքն անգամ իրեն թույլ չէր տվել նորից ապրել։ Դուք նման իրավիճակների հետ փորձ ունեք, հարցրեց նա։ Լիլիթն այս անգամ ավելի երկար դադար տվեց, Էդվարդը տեսավ մի ստվեր, որն անցավ նրա աչքերով։ Ես կորուստների փորձ ունեմ, պարոն Էդվարդ։ Եվ սովորել եմ, որ սուգը պարտադիր չէ, որ բանտ լինի։ Նրա խոսքերի մեջ կար մի բան, որը հուշում էր բառերի հետում թաքնված անձնական պատմության մասին, բայց Էդվարդն իրեն իրավունք չվերապահեց ավելին հարցնել։ Փոխարենը, նա շնորհակալություն հայտնեց այն հրաշալի օրվա համար, որը նա պարգել էր իր երեխաներին, հեռացավ գրասենյակ։ Մենակ իր աշխատանքային սրբավայրում, Էդվարդը բացեց նոթբուքը, մտադրվելով վերանայել որոշ պայմանագրեր, բայց միտքը շարունակ վերադառնում էր ավելի վաղ տեսած տեսարանին։ Լիլիթի մեջ կար մի բան, որը նրան հետաքրքրում էր, մի բան նրա ակնհայտ պրոֆեսիոնալ իրազեկությունից անդին։ Նրա երեխաների հետ շփվելուձը չափազանց անկեղծ էր, պարզապես աշխատանք լինելու համար։ Այդ ժամանակ նա հիշեց, որ հազիվ էր ուշադրություն դարձրել նրա ինքնակենսագրականին, երբ տիկին Հելենը բերել էր այն իր հաստատմանը։ Այն ժամանակ նա այնքան էր խորասուզված սեփական տառապանքի մեջ, որ պարզապես գլխով էր արել զոքանչի ցանկացած առաջարկին։ Այժմ, սակայն, հետաքրքրություն էր զգում։ Նա գտավ փաստաթղթերով թղթապանակը դարակում թերթեց, մինչ գտավ Լիլիթ Սիմոնյանի ինքնակենսագրականը։ 24 տարեկան, մանկավարժական կրթություն, նախկին փորձ, որպես դայակ նախադպրոցական ուսուցիչ։ Անթերի երաշխավորագրեր։ Բայց վերջին տողն էր, որ գրավեց նրա ուշադրությունը, ստիպեց մի քանի անգամ վերընթերցել։ Անձնական նշումներ։ Հասկանում եմ սուգը։ Չեմ փախչի դրանից։ Այդ պարզ նախադասությունը նրան մտորումների մեջ գցեց։ Ո՞վ էր նման բան գրում ինքնակենսագրականում։ Եվ ինչու տիկին Հելենը դա չէր նշել, երբ առաջարկել էր նրան աշխատանքի վերցնել։ Էդվարդը զգաց, որ Լիլիթի պատմության մեջ շատ ավելին կար, քան թվում էր, բայց մինույն ժամանակ թեթության զգացում պատեց նրան։ Գուցե, վերջապես, նա գտել էր մեկին, ով իսկապես հասկանում էր, թե ինչի միջով էր անցնում իր ընտանիքը։
Այդ գիշեր 8 ամսվա մեջ առաջին անգամ Էդվարդը կարողացավ քնել առանց անկնության դեմ դեղ ընդունելու։ Եվ 8 ամսվա մեջ առաջին անգամ նա Կարինեի հետ կապված մղձավանջներ չտեսավ։ Փոխարենը նա երազեց մանկական ծիծաղի մասին, որն արձագանքում էր իր տան միջանցքներում, երբ հաջորդ առավոտ արթնացավ, մի կարճ պահ մոռացավ, որ սկի մեջ է։ Հաջորդ շաբաթները բերեցին մի փոփոխություն, որը Էդվարդը երբեք չէր պատկերացնի, թե հնարավոր է։ Տունը, որ ամիսներ շարունակ պատված էր լռության կարոտի ծանր մթնոլորտով, սկսեց նորից կյանքով բաբախել։ Առավոտյան, նույնիսկ աշխատանքի գնալուց առաջ, Էդվարդին դիմավորում էին երեխաները, որոնք վազում էին նրա մոտ, ցույց տալու Լիլիթի հետ պատրաստած ինչ-որ ստեղծագործություն։ Գունավոր նկարներ, թղթե ծալածոներ, սոդայով քացախով փոքրիկ գիտական փորձեր, որոնք Միքայելին ստիպում էին ուրախությունից ճչալ։ Լիլիթը հաստատել էր մի առօրյա, որը գործում էր ժամացույցի պես, բայց երբեք չէր թվում խիստ կամ պարտադրված։ Երեխաները միասին էին նախաճաշում, միշտ ինչ-որ նոր բանով ճաշացանկում։ Նա բացահայտել էր, որ Պետրոսը սիրում է կենդանիների տեսքով նրբաբլիթներ, որ Սոնան գաղտնի սեր ունի կարմիր հատապտուղների նկատմամբ, որ Միքայելը ձու է ուտում միայն այն դեպքում, եթե կարող են դեմքեր պատրաստել տոմատի սոուսով։ Մանրամասներ, որոնք Էդվարդը ամաչելով խոստովանում էր, որ չգիտեր սեփական երեխաների մասին։ Կեսօրին, երբ աշխատանքից վերադառնում էր, Էդվարդը ամեն օր հանդիպում էր տեսարանների, որոնք զարմացնում էին իրեն։ Մի օր երեքով այգում էին, Ռեհանի հազարի սացիլներ տնկելով մի ինքնաշեն բանջարանոցում, որը Լիլիթը ստեղծել էր փայտե արկղերից։ Մեկ այլ օր նրանք հյուրասենյակում էին, որը վերածվել է ճամբարի, աթոռներին ամրացված սավաններով, որոնք վրան էին կազմում, որտեղ Սոնան պատմություններ էր պատմում եղբայրներին, լապտերներով ստվերներ անելով պատին։ Բայց ամենաշատը Էդվարդին տպավորում էր այն, թե ինչպես էր Լիլիթը վարվում դժվար պահերին։ Որովհետև դրանք դեռ գոյություն ունեին։ Կային կեսօրներ, երբ Սոնան լաց էր լինում, հիշելով մի երգ, որը մայրն էր երգում, կամ գիշերներ, երբ Միքայելն արթնանում էր, Կարինեին փնտրելով։ Փոխանակ փորձելու շեղել կամ թեման փոխել, Լիլիթը նստում էր նրանց հետ, լսում, թույլ տալիս, որ խոսեն մոր մասին, հետո գրեթե կախարդական նրբությամբ օգնում էր նրանց կարոտը վերածել ավելի քիչ ցավոտ մի բանի։ Այդ դեպքերից մեկի ժամանակ Էդվարդը ականատես եղավ մի խոսակցության, որը խորապես տպավորվեց նրա մեջ։ Սոնան գտել էր Կարինեի օծանելիքի սրվակը լաց էր լինում ծնողների ննջասենյակում։ Լիլիթը գտավ նրան այնտեղ, փոխանակ նրան այդ միջավայրից հանելու, նստեց նրա կողքին մահճակալին։ Շատ է ցավում, երբ զգում ենք նրա հոտը, ում սիրում ենք, այնպես չէ, ասաց Լիլիթը, ձեռքը տանելով աղջկա մազերով։ Արծես նա այստեղ լինի, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ նա այստեղ չէ, հեկեկաց Սոնան։ Գիտես, ինչ եմ սովորել։ Որ մարդիկ, ում մենք սիրում ենք, երբեք իսկապես չեն հեռանում։ Նրանք մնում են այստեղ, Լիլիթը ձեռքը դրեց Սոնայի սրտին։ Եվ այստեղ դիպավ աղջկա ճակատին։ Եվ երբ մենք զգում ենք նրանց հոտը, կամ տեսնում ենք մի բան, որը հիշեցնում է նրանց մասին, դա մեր միտքը չէ, որ մեզ խաբում է։ Դա մեր սիրտն է, որ ասում է, թե նրանց հանդեպ մեր սերը կենդանի է։ Էդվարդը, որը թաքնված դիտում էր դռան մոտից, զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Լիլիթի խոսելուձում, սիրո կորստի մասին, կար մի բան, որը բացահայտում էր այդ թեմայի հետ կապված խորը անձնական փորձառություն։ Դու էլ ես կորցրել մեկին, ում շատ էիր սիրում, հարցրեց Սոնան երեխաների այն անմեղությամբ, որոնք տալիս են ամենաուղիղ հարցերը։ Լիլիթը երկար չպատասխանեց, երբ խոսեց, նրա ձայնը լի էր զսպված հուզմունքով։ Այո, սիրելիս։ Ես կորցրել եմ իմ կյանքի ամենակարևոր մարդուն։ Բայց գիտես, ինչ բացահայտեցի։ Որ նույնիսկ երբ նրանք հեռանում են, նրանց հանդեպ մեր սերը մեզ ավելի լավ մարդ է դարձնում։ Եվ երբ մենք սիրում ենք ուրիշ մարդկանց, ինչպես ես եմ սիրում ձեզ, կարծես մի փոքր նրանցից էլ մեզ հետ տանում ենք։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Էդվարդը չկարողացավ կենտրոնանալ գրասենյակից բերած փաստաթղթերի վրա։ Ականատես եղած խոսակցությունը նրան անհանգիստ էր դարձրել, հետաքրքրված Լիլիթի պատմությամբ։ Նա նշել էր, որ կորցրել է կարևոր մեկին, բայց ո՞ւմ։ Եվ ինչն էր նրան դրդել աշխատել սկի մեջ գտնվող երեխաներին խնամելով։ Գրեթե կեսգիշեր էր, երբ Էդվարդը դուրս եկավ գրասենյակից, խոհանոցում մի բաժակ ջուր փնտրելու։ Տունը լուռ էր, միայն այգու լույսն էր նրբորեն լուսավորում միջանցքները։ Բայց երբ անցավ գրադարանի մոտով, տեսավ մի թույլ լույս, որը գալիս էր ներսից։
Նա մոտեցավ գտավ Լիլիթին, նստած բազկաթոռին, լամպի լույսի տակ գիրք կարդալիս։ Նա հայացքը բարձրացրեց, երբ տեսավ նրան դռան մոտ։ Կներեք, հուսով եմ, չեմ անհանգստացնում։ Ես սիրում եմ այս անկյունը, քանի որ շատ շուտ քնել չեմ կարողանում։ Բոլորովին չեք անհանգստացնում, ասաց Էդվարդը, մտնելով գրադարան։ Իրականում, ես էլ անկնություն ունեմ։ Կարող եմ նստել։ Լիլիթը գլխով արեց, փակելով գիրքը։ Էդվարդը նկատեց, որ դա փոքրիկ իշխանը գրքի օրինակ էր, էջերին բազմաթիվ նշումներով։ Կարինեի սիրելիներից մեկը, մեկնաբանեց նա, մատնացույց անելով գիրքը։ Սա մի գիրք է, որը միշտ կարդում եմ, երբ պետք է հիշեմ կարևոր բաներ, ասաց Լիլիթը, շոյելով կազմը։ Մի հատված կա սրտով տեսնելու մասին, որն օգնում է ինձ դժվար պահերին։ Էդվարդը հարմարավետ տեղավորվեց նրա կողքի բազկաթոռին։ Այդ միջավայրում գրադարանի մեղմ կիսախավարում կար մի բան, որը մտերմության վստահության մթնոլորտ է ստեղծում։ Կարծես այդ տարածքը հրավիրում էր խոստովանությունների։ Կարող եմ անձնական հարց տալ, ասաց Էդվարդը մի քանի րոպե հարմարավետ լռությունից հետո։ Լիլիթը նայեց նրան, նա այդ շագանակագույն աչքերում տեսավ մի հասունություն, որը չէր համապատասխանում նրա ինքնակենսագրականում նշված 24 տարիքին։ Կարող եք։ Ինչ նկատի ունեիք, երբ Սոնային ասում էիք, որ կորցրել։ Եք ձեր կյանքի ամենակարևոր մարդուն։ Լիլիթը մատները միահյուսեց գրքի վրա, այնքան երկար լուռ մնաց, որ Էդվարդը մտածեց, թե նա չի պատասխանելու։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Ես դուստր ունեի։ Հելեն։ Նա այսօր 4 տարեկան կլիներ։ Էդվարդը զգաց այդ բառերի հարվածը որպես ստամոքսին հասցված բռունցքահարված։ Դուստր։ Լիլիթը կորցրել էր դստերը։ Ինչպես սկսեց նա, բայց ընդհատեց իրեն, հասկանալով, որ գուցե դա չափազանց անտեղի հարց է։ Լեյկեմիա, լրացրեց Լիլիթը, կարծես իմանար, թե ինչ էր նա հարցնելու։ Նա պայքարեց 2 տարի։ 2 տարի հիվանդանոց, բուժումներ, հույսեր, որոնք բարձրանում ու իջնում էին կարուսելի պես։ Ես աղջիկ էի, երբ հղիացա, ընդամենը 18 տարեկան էի։ Նրա հայրն անհետացավ, երբ իմացավ ախտորոշման մասին։ Այնպես որ, մենք երկուսով էինք ընդդեմ աշխարհի։ Արցունքներ սկսեցին հոսել Լիլիթի դեմքով, բայց նա փորձ անգամ չարեց դրանք սրբելու։ Կարծես վերջապես գտել էր մի ապահով տարածք, ցավը դուրս թողնելու համար։ Հելենը։ Անհնար է երեխային բառերով նկարագրել։ Նա կարողանում էր ուրախություն գտնել ամենափոքր բաներում։ Նույնիսկ բուժման ամենադժվար օրերին նա ինձ ծիծաղեցնում էր։ Ասում էր, որ երբ մեծանա, բժիշկ է դառնալու, իր նման այլ երեխաներին բուժելու համար։ Էդվարդը կոկորդում կոշտուկ զգաց։ Նրանց պատմությունների նմանությունը կործանարար էր, մինույն ժամանակ ստեղծում էր մի հասկացողության կամուրջ, որը նա երբեք ոչ ոքի հետ չէր զգացել։ Երբ նա հեռացավ, ես մտա իմ կյանքի շատ մութ փուլ, շարունակեց Լիլիթը։ Դադարեցի սովորել, դադարեցի աշխատել, դադարեցի ապրել։ Ամիսներ շարունակ այդպես էր, մինչ մի սոցիալական աշխատող ինձ ցույց տվեց պրակտիկայի հնարավորություն մի մանկապարտեզում, որը սպասարկում էր կարիքավոր երեխաների։ Սկզբում ես դիմադրում էի։ Ինչպես կարող էի խնամել այլ երեխաների, երբ չէի կարողացել փրկել իմ սեփականին։ Ինչը փոխվեց։ Մանկապարտեզում գտա մի 3-ամյա տղայի, որն անցնում էր նույն իրավիճակի միջով, ինչ Հելենն էր անցել։ Նրա անունը Գաբրիել էր, նա նույնպես լեյկեմիայի բուժում էր ստանում։ Երբ տեսա նրան միայն ակ խաղալիս մի անկյունում, վախենալով մոտենալ մյուս երեխաներին, նրա մեջ տեսա Հելենին։ Եվ հասկացա, որ գուցե կարող եմ պատվել իմ դստեր հիշատակը, օգնելով այլ երեխաների երջանիկ լինել։ Էդվարդը լուռ մնաց, յուրացնելով այդ պատմության յուրաքանչյուր բառը։ Այժմ նա հասկանում էր այն յուրահատուկ կապը, որ Լիլիթն ուներ իր երեխաների հետ, այն ձև, որով կարողանում էր նավարկել նրանց սկի միջով այդքան զգայունությամբ։ Գաբրիելն ապաքինվեց, շարունակեց Լիլիթը, առաջին անգամ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Այսօր նա 8 տարեկան է, լավ է։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան, զգում եմ, որ Հելենը նույնպես ժպտում է։ Դրա համար եք աշխատում մեր նման իրավիճակներում գտնվող ընտանիքների հետ։ Այո։ Բացահայտեցի, որ երբ մենք կորուստ ենք ապրում, երբեմն մեզ պետք է մեկը, ով հասկանում է մեր ցավը, առանց փորձելու այն ուղղել։ Մեկը, ով գիտի, որ հնարավոր է նորից երջանիկ լինել, առանց մեղքի զգացում ունենալու։
Էդվարդը խորը շունչ քաշեց, զգալով Լիլիթի հետ մի կապ, որը շատ ավելին էր, քան պարզապես մասնագիտական հարաբերությունները։ Վերջա։ Պես խոսել մեկի հետ, ով իսկապես հասկանում էր սքի բարդությունը, ազատագրող էր։ Ես էլ եմ ինձ մեղավոր զգում, երբ ծիծաղում եմ, խոստովանեց նա։ Երբ տեսնում եմ նրանց երջանի ձեզ հետ, պահեր են լինում, որ զգում եմ դավաճանում եմ Կարինեի հիշատակին։ Ինչ եք կարծում, նա ինչ կասեր, եթե այստեղ լիներ տեսներ ձեզ նորից ժպտալիս։ Լիլիթի հարցը նրան անսպասելի հարվածեց։ Էդվարդը փակեց աչքերը, ամիսների մեջ առաջին անգամ փորձեց պատկերացնել Կարինեին տեսարանը դիտելիս, փոխանակ փորձելու խուսափել նրա մասին մտածելուց։ Նա ուրախ կլիներ, ասաց նա, գրեթե զարմացած սեփական պատասխանից։ Կարինեն միշտ ասում էր, որ որպես ծնողներ մեր ամենամեծ պատասխանատվությունն է ապահովել, որ մեր երեխաները երջանիկ լինեն։ Ուրեմն դուք ոչ ոքի չեք դավաճանում։ Դուք պատվում եք նրա հիշատակը ամենագեղեցիկ ձով։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում։ Էդվարդն իրեն ավելի թեթ էր զգում, քան ամիսներ շարունակ։ Լիլիթի ներկայության մեջ բուժիչ մի բան կար, ցավի հետ վարվելու միծ, որը չէր փորձում այն ջնջ այլ վերածում էր այն կառուցողական մի բանի։ Կարող եմ մի բան հարցնել, այս անգամ Լիլիթն էր, որ խախտեց լռությունը։ Իհարկե։ Ինչպիսին էր Կարինեն։ Այսինքն բացի երեխաների մայրը լինելուց։ Որպես մարդ, որպես կին։ Էդվարդը ժպտաց, հասկանալով, որ առաջին անգամ կարողանում է խոսել կնոջ մասին, առանց կրծքավանդակում այդ սուր ցավը զգալու։ Կարինեն բուռն էր։ Բառի լավագույն իմաստով։ Նա ոչինչ կիսատ չէր անում։ Երբ սիրում էր ամբողջ ուժով։ Երբ նյարդայնանում էր, ամբողջ տունն իմանում էր։ Երբ ծիծաղում էր, կարող էր վարակել ցանկացածին շուրջ բոլորը։ Լիլիթն ուշադիր լսում էր, Էդվարդը հասկացավ, որ նա իսկապես ուզում էր ճանաչել Կարինեին, ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ հարգանքից ելնելով։ Նա պարելով էր պատրաստում։ Ամեն անգամ, երբ մտնում էր խոհանոց, բարձր երաժշտություն էր միացնում պարում էր, ուտելիք պատրաստելիս։ Տղաները սիրում էին դա։ Պետրոսը միշտ փորձում էր նմանակել նրա շարժումները, Սոնան երգում էր հետը, իսկ Միքայելը ծափ էր տալիս իր աթոռակում։ Դրա համար էին նրանք այդքան ոգորված, երբ մյուս օրը խոհանոցում պարելով մակարոն էի պատրաստում, ասաց Լիլիթը, ժպտալով։ Դուք դա արել եք։ Արել եմ։ Պետրոսն ասաց, որ իր մայրը միշտ պարելով էր պատրաստում, ուստի որոշեցի փորձել։ Վերջում նրանք ինձ սովորեցրին մի քանի շարժում, որ նա էր անում։ Էդվարդը մի տարօրինակ հուզմունք զգաց, կարոտի երախտագիտության խառնուրդ։ Լիլիթը չէր փորձում փոխարի։ Նել Կարինեին, այլ գտնում էր նրա հիշատակը կենդանի պահելու մի ձով, որը լավ էր երեխաների համար։ Շնորհակալություն, ասաց նա, Լիլիթը կարծես շփոթվեց։ Ինչի՞։ Համար։ Նրան մեր պատմությունից չջնջելու համար։ Հասկանալու համար, որ նրանք կարող են սիրել ձեզ, առանց մոռանալու իրենց մորը։ Երբեք դա չէի անի։ Մոր սերը սրբազան է։ Իմ դերն այստեղ նրանց խնամելն է, մինչ դուք պատրաստ լինեք նորից հոգ տանել միմյանց մասին։ Լիլիթի խոսքերը, կարծես իր ներկայությունը ժամանակավոր լիներ, մի տարօրինակ զգացում առաջացրին Էդվարդի մոտ։ Նա չէր մտածել, որ մի օր նա կարող է հեռանալ։ Այդ միտքը նրան անհանգստացրեց ավելին, քան կցանկանար խոստովանել։ Իսկ դուք մտադիր եք մի օր այլ երեխաներ ունենալ, հարցրեց նա, փորձելով թեման փոխել։ Լիլիթը տխուր ժպտաց։ Չգիտեմ, կարող եմ։ Հելենը ծնվել էր իմ առաջին սիրուց, այն դեռահասական սիրուց, որը կարծում եք, թե հավերժ է տելու։ Նրան կորցնելուց հետո ես պատ կառուցեցի սրտիս շուրջ։ Ավելի ապահով է սիրել ուրիշների երեխաներին, որովհետև օրվա վերջում ես հեռանում եմ, ցավը, եթե գա։ Մշտական չի լինի։ Էդվարդն ուշադիր նայում էր նրան։ Այդ բառերում հակասություն կար։ Այն ձև, որով Լիլիթը խնամում էր իր երեխաներին, ինչպես կապվել էր նրանց հետ, բոլորովին ժամանակավոր չէր թվում։ Թվում էր խորը, իսկական, մշտական։ Բայց եթե չափազանց շատ կապվես, հարցրեց նա։ Եվ եթե հեռանալն անհնարին դառնա։ Լիլիթը երկար նայեց նրան, Էդվարդը նրա աչքերում տեսավ, որ նա նույնպես այդ հարցն իրեն տվել էր։ Ես փորձում եմ դրա մասին չմտածել, ասաց նա, հայացքը փախցնելով։
Այդ պահին կարծես խոսակցությամբ կանչված լինեին, Պետրոսը հայտնվեց գրադարանի դռան մոտ, սարդ մարդու գիշերանոցով աչքերը տրորելով։ Հայրիկ, Լիլիթ մորաքույր, ինչու եք արթուն։ Լիլիթն անմիջապես ոտքի կանգնեց, վերադառնալով խնամակալի ռեժիմին։ Վատ երաս տեսար, սիրելիս։ Ոչ, պարզապես արթնացա ծարավեցի։ Եվ լույսը տեսա այստեղ։ Էդվարդը նույնպես ոտքի կանգնեց։ Գնամ նրա համար ջուր բերեմ։ Կարիք չկա, ասաց Լիլիթը։ Ես կգնամ։ Պետրոս, ուզում ես քեզ համար մի պատմություն կարդամ, որ քնես։ Տղան գլխով արեց, դեռ քնաթաթախ։ Էդվարդը դիտում էր, թե ինչպես են նրանք միասին դուրս գալիս գրադարանից, Պետրոսը բռնել էր Լիլիթի ձեռքը լիակատար վստահությամբ, զգաց մի բան, որը չէր կարողանում ճշգրիտ սահմանել։ Դա երախտագիտություն էր, այո։ Դա թեթություն էր, տեսնելով, որ իր որդուն այդքան քնքշությամբ են խնամում։ Բայց կար մի բան, որը նրան վախեցնում էր իր ինտենսիվությամբ։ Հաջորդ առավոտ Էդվարդը շուտ արթնացավ, իջավ նախաճաշելու, աշխատանքի գնալուց առաջ։ Նա գտավ Լիլիթին խոհանոցում, երեխաների նախաճաշը պատրաստելիս։ Նա նորից մեղմ պարում էր, ձուն խառնելիս, Էդվարդը մի քանի վայրկյան դիտում էր, նախքան իրեն հայտնի դարձնելը։ Բարի լույս, ասաց նա, մտնելով խոհանոց։ Բարի լույս, պարոն Էդվարդ։ Սոուրջ։ Խնդրում եմ։ Եվ Լիլիթ։ Այո։ Շնորհակալություն երեկվա խոսակցության համար։ Վաղուց չէի կարողացել խոսել Կարինեի մասին, առանց զգալու, թե ինձ դանակահարում են։ Լիլիթը ժպտաց, մատուցելով նրա սուրճը։ Խոսել նրանց մասին, ում սիրում ենք, նրանց կենդանի պահելու միջոց է։ Երբեք չպետք է վախենանք դրանից։ Այդ պահին Սոնան վազելով հայտնվեց խոհանոցում, հետից Միքայելը։ Հայրիկ, դու արդեն տեսել ես այն անակնկալը, որ Լիլիթ մորաքույրը պատրաստել է նախաճաշի համար։ Էդվարդը նայեց այն ուղղությամբ, որը ցույց էր տալիս Սոնան, տեսավ այգում դրված մի փոքրիկ սեղան, վանդակավոր սփռոցով կենտրոնում ծաղիկներով։ Դա բացօթյա նախաճաշ էր։ Մտածեցի, լավ կլինի վայելենք առավոտյան արը, բացատրեց Լիլիթը։ Եվ երեխաները սիրում են տնից դուրս ուտել։ Պետրոսը նո։ Նույնպես վազելով եկավ, արդեն դպրոցի համար հագնված։ Հայրիկ, կարող ես մեզ հետ նախաճաշել աշխատանքի գնալուց առաջ։ Էդվարդը նայեց ժամացույցին։ 9-ին ժողով ուներ, բայց երբ էր վերջին անգամ նախաճաշել երեխաների հետ։ Իհարկե, ասաց նա, զարմացած սեփական պատասխանից։ Այգում նախաճաշը մի հայտնություն էր։ Երեխաները աշխույժ զրուցում էին օրվա ծրագրերի մասին, Լիլիթը բնականon կերպով մասնակցում էր զրույցներին, Էդվարդն իրեն բռնեց հանգստանալիս մի ձով, որը ամիսներ շարունակ տեղի չէր ունեցել։ Երբ վերջապես նայեց ժամացույցին, հասկացավ, որ ընդամենը 15 րոպե ունի գրասենյակ հասնելու համար։ Պետք է շտապեմ, ասաց նա, շտապ ոտքի կանգնելով։ Հայրիկ, կանչեց Պետրոսը, երբ նա արդեն հեռանում էր։ Այսօր Լիլիթ մորաքույրը մեզ տանելու է մի նոր այգի։ Դու ուզում ես մեզ հետ գալ աշխատանքից հետո։ Էդվարդը կանգ առավ։ Ընտանեկան զբոսանք։ Որքան ժամանակ էր, ինչ դա չէին արել։ Ժամը քանիսին եք գնալու։ Երեկոյան 5-ի կողմերը, պատասխանեց Լիլիթը։ Հաղթանակի զբոսայգի։ Լսել եմ, որ այնտեղ պիկնիկի համար հրաշալի տարածք կա։ Էդվարդն արագ մտածեց օրվա գրաֆիկի մասին։ 2 ժողով ուներ, որոնք կարող էր հետաձգել, մի շնորհանդես, որը կարող էր թողնել հաջորդ օրվան։ Գիտեք ինչ։ Ես Իսօր աշխատանքից շուտ դուրս կգամ։ Այնտեղ կհանդիպենք։ Ժպիտը, որը լուսավորեց 3 երեխաների դեմքերը, ավելին արժեր, քան ցանկացած գործարք, որ նա կարող էր կնքել այդ օրը։ Եվ երբ նայեց Լիլիթին, տեսավ, որ նա նույնպես ժպտում է, մի ժպիտ, որը կարծես ասում էր, թե գուցե նրանք վերջապես ճիշտ ուղու վրա են։ Հաջորդ ամիսները բերեցին մի բնականոնություն, որը Էդվարդը գրեթե 1 տարի չէր զգացել։ Տան առօրյան հաստատվել էր այնքան բնական կերպով, որ թվում էր, թե միշտ այդպես է եղել։ Լիլիթը գալիս էր ամեն առավոտ ժամը 7-ին, պատրաստում երեխաների նախաճաշը, երբ Էդվարդն իջնում էր, գտնում էր մի տուն, որը կյանքով էր շնչում։ Փոքրիկ մանրամասներ, որոնք մեծ տարբերություն էին ստեղծում։
Թարմ ծաղիկներ խոհանոցի սեղանին, նախաճաշի ընթացքում հնչող մեղմ երաժշտություն, տնական հացի բույր, որը Լիլիթը սովորել էր պատրաստել, հետելով Կարինեի նոթատետրում գտած բաղադրատոմսին։ Երեխաները նորից դարձել էին իսկական երեխաներ։ Պետրոսը, որը նախկինում կրում էր տան տղամարդը լինելու բեռը, վերադարձել էր խաղերին, չարաճճիություններին, 8 տարեկան տղա լինելուն։ Սոնան նորից նկարում էր, բայց այժմ նրա նկարները ցույց էին տալիս ամբողջական ընտանիքներ, գունավոր տներ, ծաղկած այգիներ։ Միքայելը, ամենափոքրը, լիովին վերականգնել էր խոսքը, օրերն անցկացնում էր, երգելով երգեր, որոնք Լիլիթն էր իրեն սովորեցնում։ Էդվարդը սկսեց ավելի շուտ գալ աշխատանքից, դրդված երեխաների հետ ժամանակ անցկացնելու անկեղծ ցանկությամբ։ Նա բացահայտեց, որ կարող է որոշ կեսօրներ տնից աշխատել, սկսեց դա անել, երբ հնարավոր էր։ Ընտանեկան ընթրիքները դարձան սովորական, ինչպես հանգստյան օրերի զբոսանքները։ Լիլիթը դարձել էր այդ պահերի բնական մասը, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես ընտանիքի անդամ։ Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ, կենդանաբան ական այգում մի առոտ շաբաթ օր Էդվարդը նկատեց, թե ինչպես են շրջապատի մարդիկ իրենց դիտում։ Դա պարանոյա չէր։ Դրանք հետաքրքրասեր հայացքներ էին, զուսպ շշուկներ, ծանոթների ստիպված ժպիտներ, որոնք փորձում էին վերծանել այդ խմբի դինամիկան։ Էդվարդը, հաջողակ գործարար սպիտակամորթ, քայլում էր 3 երեխաների մի երիտասարդ սամորթ կնոջ հետ, որը ակնհայտորեն երեխաների կենսաբանական մայրը չէր, բայց նրանց հետ շփվում էր ակնհայտ մայրական քնքշությամբ։ Սկզբում Էդվարդը փորձեց անտեսել։ Ի վերջո, Կարորը իր երեխաների երջանկությունն էր։ Բայց մեկնաբանությունները սկսեցին հասնել նրան ավելի ու ավելի ուղիղ ձերով։ Առաջինը Մարսելն էր, ակումբի ընկերը, որին պատահաբար հանդիպեց Արտրի կենտրոնում։ Էդվարդ, ընկեր, ինչ լավ է քեզ տեսնել տնից դուրս։ Իսկ այս օրիորդը նոր ընկերուհի է, հարցրեց Մարսելը, զգուշորեն նայելով Լիլիթին, որը մի քանի մետր այն կողմ երեխաների հետ պաղպաղակ էր ընտրում։ Երեխաների խնամակալն է, պատասխանեց Էդվարդը, անհանգստացած հարցի տոնից։ Ահ, հասկանալի է։ Բայց դուք կարծես մտերիմ եք։ Զգույշ եղիր, որ բաները չխառնես, հա։ Հատկապես, երբ այս ամբողջ իրավիճակը դեռ այդքան նուրբ է։ Էդվարդը տեղնուտեղը չիմացավ ինչ պատասխանել, բայց Մարսելի խոսքերը նրան անհանգստացրին օրվա մնացած մասում։ Ինչ նուրբ իրավիճակ։ Ինչ էին մարդիկ տեսնում, որ ինքը չէր տեսնում։ Պատասխանը եկավ մի քանի շաբաթ անց, ծնողական ժողովի ժամանակ այն մասնավոր դպրոցում, որտեղ Էդվարդը մտադիր էր հաջորդ տարի գրանցել երեխաներին։ Սուրբ Անահիտ դպրոցը Երանի ամենաավանդական հաստատություններից մեկն էր, որտեղ հաճախում էին երանյան էլիտայի երեխաները։ Էդվարդն այնտեղ էր սովորել, ինչպես Կարինեն, միշտ բնական էր, որ իրենց երեխաները կհետեին նույն ուղուն։ Տնօրենը, տիկին Մարիետտան, մի էլեգանտ տիկին կատարյալ սանրվածքով, նրան ընդունեց իր սենյակում այն պաշտոնական սիրալիրությամբ, որը բնորոշ էր հաստատությանը։ Էդվարդ, սիրելիս, ինչ ուրախություն է քեզ ընդունելը։ Շատ ցավեցի Կարինեի կորստի համար։ Նա մեր լավագույն աշակերտներից էր, օրինակելի մայր։ Շնորհակալություն, տիկին Մարիետտա։ Եկել եմ պաշտոնականացնելու Պետրոսի Սոնայի Միքայելի գրանցումները հաջորդ տարվա համար։ Իհարկե, իհարկե։ Բայց նախ պետք է խոսեմ քեզ հետ որոշ մեկնաբանությունների մասին, որոնք հասել են մեզ։ Էդվարդը սառը քրտինք զգաց։ Ինչ տեսակի մեկնաբանություններ։ Տիկին Մարիետտան ուղեց ակնոցը ընդունեց մի կեցվածք, որը փորձում էր մայրական լինել, բայց հնչում էր վերամբարձ։ Դե մենք գիտենք, որ դու դժվար ժամանակների միջով ես անցնում, բնական է, որ երեխաների հետ օգնության կարիք ես ունեցել։ Բայց որոշ մարդիկ մեկնաբանել են քո ընտանիքի քո վարձած աշխատակցուհու մտերմության մասին։ Մտերմության, կրկնեց Էդվարդը, զգալով, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Էդվարդ, դու գիտես, թե ինչպիսին է մեր դպրոցական համայնքը։ Մենք պահպանելու հեղինակություն ունենք, պահպանելու ավանդույթներ։ Որոշ մայրեր մեկնաբանել են, որ տեսել են քեզ հանրային միջոցառումներին այդ օրիորդի հետ, որ նա կարծես շատ մեծ ազդեցություն ունի երեխաների վրա։ Կան մարդիկ, որոնք կասկածում են, թե արդյոք դա տեղին է։ Էդվարդը ոտքի կանգնեց աթոռից, արյունը բարձրացավ գլխին։ Դուք կասկածի տակ եք դնում իմ երեխաներին դաստիարակելու ունակությունը։ Ոչ, ոչ, բոլորովին։ Բայց հասկացիր, Էդվարդ, մենք բարդ ժամանակներում ենք ապրում։ Ռասայական հարցեր, սոցիալական տարբերություններ այս ամենը մեկնաբանություններ է առաջացնում։
Եվ երբ մեկնաբանությունները հասնում են դպրոց, դրանք կարող են ազդել հենց երեխաների վրա։ Ինչ տեսակի մեկնաբանություններ։ Տիկին Մարիետտան հոգոց հանեց, կարծես մեծ լավություն էր անում։ Կան մարդիկ, որոնք կասկածում են ձեր միջ հարաբերությունների բնույթին։ Արդյոք դա իսկապես մասնագիտական է, թե այլ դրդապատճառներ կան։ Եվ կա նա սոցիալական տարբերության հարցը։ Դու հասկանում ես, որոշ ընտանիքներ անհարմար են զգում։ Էդվարդը զգաց, կարծես ապտակ ստացած լիներ։ Դուք ինձ ասում եք, որ իմ երեխաներին կարող են խտրականության ենթարկել, որովհետև նրանք սամորթ խնամակալ ունեն։ Ես այդ բառերով չասացի։ Բայց հենց դա էիք ասում։ Էդվարդը վերցրեց երեխաների փաստաթղթերով թղթապանակը։ Գիտեք, տիկին Մարիետտա, գուցե Սուրբ Անահիտը իսկապես ճիշտ տեղը չէ իմ երեխաների համար։ Էդվարդ, մի շտապիր։ Մենք կարող ենք սա լուծել։ Գուցե եթե դու ավելի մասնագիտական հեռավորություն պահպանեիր աշխատակցուհու հետ։ Բայց Էդվարդն արդեն դուրս էր գալիս սենյակից։ Նրա միտքը եռում էր զայրույթից, անհավատությունից։ Ինչպես էր հնարավոր, որ կրթված մարդիկ, որոնք իրենց քաղաքակիրթ էին համարում, այդպես մտածեին։ Եվ ամենակարևորը, ինչպես էր դա ազդում Լիլիթի վրա։ Երբ այդ կեսօրին տուն հասավ, նա հայտնվեց մի տեսարանում, որը այլ հանգամանքներում նրան երջանիկ կդարձներ։ Լիլիթը երեխաների հետ այգում էր, Պետրոսին սովորեցնում էր օդապարուկ պատրաստել։ Սոնան Միքայելը վազվզում էին շուրջ բոլորը, փորձելով օգնել։ Դա աշնան կատարյալ կեսօր էր, ոսկեգույն արը ֆիլտրվում էր ծառերի տերների միջով։ Բայց Էդվարդն այլևս չէր կարողանում այդ տեսարանը անմեղությամբ տեսնել։ Այժմ նա տեսնում էր դատողների, կասկածողների, խնդիրներ տեսնողների աչքերով, որտեղ միայն սեր կար։ Լիլիթն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Ընթրիքի ժամանակ, մինչ երեխաները աշխույժ զրուցում էին օդապարուկի մասին, որը կարողացել էին թռցնել, նա զգուշորեն դիտում էր նրան, նկատելով նրա լարվածությունը։ Երբ երեխաները քնելու գնացին, նա գտավ նրան պատշգամբում մտածկոտ արտահայտույթ։ Ամպ նայելիս այգուն։ Այսօր ինչ-որ բան է պատահել, հարցրեց նա, զգուշորեն մոտենալով։ Էդվարդը տատանվեց։ Ինչպես պատմել նրան նախապաշարմունքներով լի մեկնաբանությունների մասին, առանց նրան վիրավորելու։ Ինչպես բացատրել, որ նրա ներկայությունը, որն այդքան կյանք էր բերել իր տուն, շրջապատի մարդկանց կողմից դիտվում էր որպես խնդիր։ Էդվարդ, ասաց Լիլիթը, նստելով նրա կողքին։ Գիտեմ, որ ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Կարող ենք խոսել։ Նա նայեց նրան, հասկացավ, որ չի կարողանա թաքցնել։ Լիլիթը չափազանց կարևոր էր դարձել, որ նա ստի կամ բաներ թաքցնի։ Այսօր դպրոցում էի։ Երեխաներին հաջորդ տարվա համար գրանցելու։ Եվ Էդվարդը պատմեց տիկին Մարիետտայի հետ հանդիպման մասին, փորձելով մեղմել բառերը, բայց պահպանելով խոսակցության էությունը։ Նա տեսավ, թե ինչպես է Լիլիթի դեմքը քիչ-քիչ փակվում, կարծես վարագույր իջեցվեր նրա զգացմունքների վրա։ Հասկացա, ասաց նա, երբ Էդվարդն ավարտեց խոսքը, նրա ձայնը չափազանց զուսպ էր, բնական լինելու համար։ Լիլիթ, ուզում եմ, որ իմանաս, որ ես անմիջապես դուրս եկա այն եղեից։ Այդ մարդիկ արժանի չեն նույնիսկ իմ երեխաներին ճանաչելու։ Բայց նրանք միակը չեն, որ այդպես են մտածում, այնպես չէ, Էդվարդ։ Նրա հարցը նրան անակնկալի բերեց։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ես կույր չեմ։ Տեսնում եմ հայացքները, երբ միասին դուրս են գալիս։ Լսում եմ մեկնաբանությունները, երբ մարդիկ կարծում են, թե ուշադրություն չեմ դարձնում։ Տեսեք, այրին ու դայակը։ Ինչ տարօրինակ իրավիճակ։ Խեղճ երեխաներ, ինչ խառնաշփոթ պետք է լինի նրանց գլխում։ Էդվարդը զգաց, կարծես քարեր կուլ տված լիներ։ Ինչու դու ինձ երբեք չես պատմել այդ մասին։ Որովհետև չէի ուզում, որ դա խնդիր դառնա։ Որովհետև սիրում եմ այս երեխաներին, չէի ուզում, որ որևէ բան վնասի նրանց բարեկեցությանը։ Եվ վնասում է։ Լիլիթը երկար լուռ մնաց, Էդվարդը տեսավ, որ արցունքներ են հավաքվում նրա աչքերում։ Այսօր, երբ գնացի Միքայելին դպրոցից վերցնելու, լսեցի, թե ինչպես են երկու մայրեր խոսում մեր մասին։ Նրանցից մեկն ասաց, որ անպատշաճ է, որ քո դիրքի տղամարդը կապվի սպասուհու հետ։ Մյուսը պատասխանեց, որ այդպիսի բաներ միշտ պատահում են, բայց սովորաբար տղամարդիկ ավելի զուսպ են լինում։ Էդվարդը զայրույթ զգաց իր ներսում։ Ովքեր էին այդ կանայք։
Կարևոր չէ, թե ովքեր էին, Էդվարդ։ Կարևորն այն է, որ դա տարածվում է։ Եվ վաղ թե ուշ, դա կհասնի երեխաներին։ Նրանք դպրոցում մեկնաբանություններ կլսեն, հարցեր կտան, որոնց պատասխանել չեն իմանա։ Բայց նրանք երջանիկ են, Լիլիթ։ Ամիսների մեջ առաջին անգամ նրանք իսկապես երջանիկ են։ Գիտեմ։ Եվ հենց դրա համար է սա այդքան ցավոտ։ Արցունքներ սկսեցին հոսել Լիլիթի դեմքով։ Որովհետև ես էլ եմ երջանիկ այստեղ։ Ավելի երջանիկ, քան եղել եմ Հելենի հեռանալուց հետո։ Բայց գուցե ես պետք է հեռանամ։ Նրա խոսքերը հարվածեցին Էդվարդին որպես ստամոքսին հասցված բռունցքահարված։ Հեռանալ։ Լիլիթ, դու չես կարող։ Կարող եմ։ Իրականում, գուցե դա է, ինչ պետք է անեմ։ Նախքան սա ավելի մեծ խնդիրներ կառաջացնի ձեզ համար։ Էդվարդը կտրուկ ոտքի կանգնեց, սկսելով այս ու այն կողմ քայլել պատշգամբում։ Սա անհեթեթություն է։ Դու լավագույն բանն ես, որ պատահել է իմ երեխաների հետ Կարինեի մահից հետո։ Ես թույլ չեմ տա, որ մի խումբ նախապաշարված մարդիկ քանդեն սա։ Եվ ինչ ես անելու։ Կռվես ամբողջ հասարակության հետ։ Փոխես մի ամբողջ սոցիալական դասի մտածելակերպը։ Էդվարդ, իրատես եղիր։ Կարող եմ դպրոցը փոխել։ Կարող եմ սոցիալական շրջապատը փոխել։ Կարող եմ։ Դու կարող ես հավերժ փախչել, Լիլիթը նույնպես ոտքի կանգնեց, նայելով նրան։ Եվ երբ Պետրոսը 15 տարեկան դառնա ընկերուհուն տուն բերի։ Եվ երբ Սոնան ցանկանա ավարտական երեկույթ անել։ Եվ երբ Միքայելը ցանկանա համալսարան ընդունվել։ Դու հավերժ շարունակելու ես փախչել մեկնաբանություններից։ Էդվարդը չգիտեր ինչ պատասխանել։ Որովհետև խորքում գիտեր, որ նա ճիշտ է։ Չէր կարող պաշտպանել նրան նախապաշարմունքներից մինչ կյանքի վերջ։ Բացի այդ, շարունակեց Լիլիթը, այժմ նրա ձայնն ավելի մեղմ էր, ես չեմ կարող շարունակել ապրել ստվերում, Էդվարդ։ Չեմ կարող շարունակել դիտվել որպես աշխատակից, որը իր տեղը չգիտի։ Չեմ կարող ծածնել, թե մեր միջ ոչինչ չկա։ Նրա վերջին նախադասությունը ստիպեց Էդվարդին դադարեցնել քայլելը։ Մեր միջ։ Լիլիթը ուղիղ նայեց նրան մի քաջությամբ, որը նա չէր սպասում։ Դու գիտես, թե ինչի մասին եմ խոսում։ Արդեն շաբաթներ են, ինչ մենք այլս պարզապես գործատու աշխատող չենք։ Արդեն շաբաթներ են, ինչ դու ինձ այլ կերպ ես նայում։ Եվ ես էլ եմ ինչ-որ բան զգում քո հանդեպ։ Էդվարդը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Նա ճիշտ էր։ Արդեն շաբաթներ էին, ինչ նա պայքարում էր զգացմունքների դեմ, որոնք չէր կարողանում բացատրել նույնիսկ ինքն իրեն։ Սկզբում մտածել էր, որ դա պարզապես երախտագիտություն է այն բանի համար, թե ինչպես է նա խնամում երեխաներին։ Հետո, որ դա հիացմունք է այն ձի համար, որով նա վարվում է սկի հետ։ Բայց քիչ-քիչ հասկացել էր, որ դա ավելի խորը, ավելի բարդ մի բան է։ Լիլիթ։ Հիմա ոչինչ մի ասա։ Գիտեմ, որ բարդ է, գիտեմ, որ վաղ է, գիտեմ, որ հազար պատճառ կա, որ սա իմաստ չունենա։ Նա սրբեց արցունքները դեմքից։ Բայց նա գիտեմ, որ չեմ կարող շարունակել այստեղ ծածնել, թե մենք պարզապես ընկերներ ենք, մինչ ամբողջ աշխարհը շահարկում է մեր հարաբերությունները։ Ինչ ես ինձնից խնդրում։ Ես ասում եմ, որ գուցե ավելի լավ է ես այլ աշխատանք փնտրեմ։ Թողնեմ, որ դուք առաջ շարժվեք առանց այն բարդությունների, որոնք իմ ներկայությունն է առաջացնում։ Էդվարդը խուճապ զգաց։ Լիլիթին կորցնելու գաղափարն անտանելի էր, ոչ միայն երեխաների պատճառով։ Նա սիրահարվել էր։ Նրան, նրա ուժին, նրա սիրելու ունակությանը, նույնիսկ այդքան տառապանքից հետո։ Իսկ եթե ես չուզենամ, որ դու հեռանաս, ուրեմն դու պետք է որոշես, թե իրականում ինչ ես ուզում, Էդվարդ։ Որովհետև ես չեմ կարող այստեղ մնալ, դատվելով, դիտվելով որպես խնդիր, լինելով անտեսանելի աշխարհի համար։ Եթե մնամ, պետք է լինեմ որպես այն մարդը, ով ես իրականում եմ ձեզ համար։ Այդ գիշեր Էդվարդը չկարողացավ քնել։ Նա մնաց պատշգամբում մինչ լուսաբաց։ Մտածելով Լիլիթի խոսքերի, այն ընտրությունների մասին, որոնք պետք է կատարեր։ Առավոտյան խոհանոցում նրա թողած գրությունը գտավ։ Նա երեխաներին տարել էր դպրոց օրը կանցկացներ իր իրերը հավաքելով։ Խուճապը, որ Էդվարդը զգաց, ակնթարթային էր։ Նա իսկապես մտադիր էր հեռանալ։
Նա չեղարկեց օրվա բոլոր հանդիպումները մնաց տանը, սպասելով նրա վերադարձին։ Երբ վերջապես տեսավ նրան երեխաների հետ կեսօրին, նրանց արտահայտությունից հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ «Հայրիկ», կանչեց Պետրոսը, հենց որ տուն մտավ, կարմրած աչքերով։ Լիլիթ մորաքույրն ասաց, որ գուցե պետք է հեռանա։ Ճիշտ է։ Սոնան նետվեց Էդվարդի գիրկը, լաց լինելով։ Թույլ մի տուր նրան գնա, հայրիկ։ Ես չեմ ուզում, որ նա հեռանա։ Միքայելը, ամենափոքրը, պարզապես ամուր բռնեց Լիլիթի ձեռքը, կարծես կարողանար նրան կանգնեցնել հպումով։ Էդվարդը երեխաների գլուխների վրայով նայեց Լիլիթին, տեսավ, որ նա նույնպես պայքարում է լաց չլինելու համար։ Երեխաներ, ասաց նա խեղդված ձայնով, երբեմն մեծահասակները պետք է դժվար որոշումներ կայացնեն, պաշտպանելու համար այն մարդկանց, ում սիրում են։ Բայց մենք սիրում ենք քեզ, Լիլիթ մորաքույր, ասաց Պետրոսը, չհասկանալով։ Եվ դու էլ ես մեզ սիրում։ Ինչու պետք է հեռանաս, եթե այստեղ բոլորը միմյանց սիրում են։ Պետրոսի անմեղ հարցը արձագանքեց տանը որպես ճշմարտության ճիչ։ Իսկապես, ինչու պետք է նա հեռանար։ Ուրիշների պատճառով։ Նրա պատճառով, թե ինչ էին մտածում ուրիշները։ Էդվարդը նայեց իր ընտանիքին, որովհետև դա էր, ինչ նրանք դարձել էին, մի ընտանիք, կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Լիլիթ, ասաց նա, նրա ձայնը օրերի մեջ առաջին անգամ հաստատուն էր։ Կարող ենք առանձին խոսել։ Նրանք գնացին գրասենյակ, թողնելով երեխաներին հյուրասենյակում իրենց խաղալիքներով։ Էդվարդը փակեց դուռը, շրջվեց դեպի նա, վճռական։ Դու ճիշտ ես։ Ամեն ինչի մասին։ Հայացքների, մեկնաբանությունների, ամբողջ իրավիճակի անտանելի լինելու մասին։ Լիլիթը հայացքը խոնարհեց, պատրաստվելով լսել, որ նա համաձայն է իր հեռանալու որոշման հետ։ Բայց դու նա սխալվում ես, շարունակեց Էդվարդը։ Սխալվում ես, կարծելով, թե լուծումը փախչելն է։ Սխալվում ես, կարծելով, թե մենք պետք է թույլ տանք, որ ուրիշ մարդիկ որոշեն, թե ինչպիսին պետք է լինի մեր ընտանիքը։ Էդվարդ, թույլ տուր ավարտեմ։ Նա մոտեցավ նրան, բռնելով նրա ձեռքերը։ Ես սիրահարվել եմ քեզ, Լիլիթ։ Ոչ թե իմ երեխաների խնամակալին, ոչ թե այն կնոջը, որն օգնեց ինձ հաղթահարել սուգը։ Ես սիրահարվել եմ քեզ։ Այն ուժեղ, քաջ, հոգատար կնոջը, որը դու ես։ Արցունքներ սկսեցին հոսել Լիլիթի դեմքով։ Եվ եթե ուրիշ մարդիկ խնդիր ունեն դրա հետ, եթե կարծում են, որ մեր ընտանիքը տեղին չէ, ուրեմն խնդիրը նրանցն է, ոչ թե մերը։ Էդվարդը շոյեց նրա դեմքը, սրբելով նրա արցունքները։ Մնա ինձ հետ, Լիլիթ։ Ոչ որպես աշխատակից, ոչ թաքնված, ոչ անտեսանելի։ Մնա ինձ հետ որպես այն մարդը, ով դու իրականում ես մեզ համար։ Իսկ եթե մեկնաբանությունները վատանան, ուրեմն միասին կդիմակայենք։ Ես այլս չեմ թաքցնվելու նրանից, ինչ զգում եմ քո հանդեպ։ Լիլիթը երկար նայեց նրան, կարծես չափում էր նրա խոսքերի անկեղծությունը։ Համոզված ես։ Որովհետև երբ այս քայլն անենք, հետդարձ չկա։ Բոլորը կիմանան, որ մենք պարզապես գործատու աշխատող չենք։ Էդվարդը ժպտաց, զգալով մի խաղաղություն, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Բոլորն արդեն գիտեն, Լիլիթ։ Տարբերությունն այն է, որ հիմա մենք էլ դա կընդունենք։ Եվ այնտեղ գրասենյակում, որը մի ժամանակ եղել էր իր ապաստանը ցավից, Էդվարդն առաջին անգամ համբուրեց Լիլիթին, կնքելով մի որոշում, որը հավերժ կփոխեր նրանց կյանքը։ Հարաբերությունները հրապարակայնորեն ստանձնելու որոշումը մի քաջություն բերեց, որը Էդվարդը չգիտեր, թե ունի։ Հաջորդ երկուշաբթի, փոխանակ փորձելու թաքցնել կամ նվազեցնել Լիլիթի ներկայությունը իր կյանքում, նա արեց ճիշտ հակառակը։ Երբ հասավ գրասենյակ, խնդրեց իր օգնականին չեղարկել նշանակված գործնական ճաշը, զանգահարել ընկերության մամուլի ծառայությանը։ Ես ուզում եմ հարցազրույց տալ, ասաց նա Կլարային, իր մամուլի քարտուղարին, մի խորաթափանց կնոջ, որը Էդվարդին տարիներ շարունակ ճանաչում էր։ Ընկերության դեպի մարզեր ընդլայնման մասին, հարցրեց նա, վերցնելով իր օրագիրը։ Ոչ։ Իմ ընտանիքի մասին։ Վերակառուցման մասին։ Սիրո մասին։ Կլարան հոնքերը բարձրացրեց, ակնհայտորեն զարմացած։ Էդվարդ Սարգսյանը հայտնի էր անձնական կյանքի հարցում չափազանց սուսպ լինելով։ Կարինեի մահից հետո նա էլ ավելի էր փա։ Կվել լրատվամիջոցների համար։ Էդվարդ, համոզված ես։ Կարինեի հետ պատահածից հետո դու միշտ շատ զգույշ ես եղել հրապարակայնության հարցում։
Համոզված եմ։ Եվ Կլարա։ Ես իսկական հարցազրույց եմ ուզում։ Ոչ թե գործի մասին այս մակերեսային խոսակցություններից մեկը։ Ես ուզում եմ խոսել այն մասին, ինչն իսկապես կարևոր է։ Կլարան գլուխը թափահարեց, դեռ մարսելով նրա վերաբերմունքի փոփոխությունը, բայց սկսեց զանգեր կատարել։ Մի քանի ժամում նա կարողացել էր տեղ գտնել երանյան հեռուստատեսության ամենաբարձր վարկանիշ ունեցող հաղորդման «Երանյան հանդիպում»-ի եթերում, որը հեռարձակվում էր հինգշաբթի երեկոյան։ Երբ Էդվարդը այդ կեսօրին տուն հասավ, գտավ Լիլիթին երեխաների հետ այգում, հավաքելիս ամիսներ առաջ տնկած բանջարանոցի առաջին լոլիկները։ Տեսարանն այնքան բնականորեն ընտանեկան էր, որ ամրապնդեց նրա վստահությունը կայացրած որոշման հարցում։ Լիլիթ, պետք է քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ։ Նա նայեց նրան, նկատելով նրա ձայնի լուրջ տոնը, բայց նա մի այլ բան նրա աչքերում։ Մի վճռականություն, որը վաղուց չէր տեսել։ Երբ երեխաները քնելու գնացին, Էդվարդը պատմեց նշանակած հարցազրույցի մասին։ Լիլիթը լուռ լսում էր նրան, նրա զգացմունքները փոփոխվում էին հույսի, վախի մեջ։ Դու համոզված ես դրանում։ Երբ դա հեռուստատեսությամբ հեռարձակվի, հետդարձ չկա, Էդվարդ։ Գիտեմ։ Եվ հենց դրա համար եմ ուզում անել։ Ես հոգնել եմ ապրել, վախենալով, թե ինչ կմտածեն ուրիշները։ Ես հոգնել եմ թաքցնելուց, թե ինչ եմ զգում քո հանդեպ, ծածնելուց, թե դու պարզապես աշխատակից ես, երբ շատ ավելին ես։ Իսկ եթե արձագանքը բացասական լինի։ Իսկ եթե դա ազդի քո գործերի վրա։ Էդվարդը բռնեց նրա ձեռքերը։ Եթե իմ հաճախորդներն ու գործընկերները մարդիկ են, որոնք չեն կարող ընդունել, որ մի այրի տղամարդ սիրահարվել է այն կնոջը, որը վերադարձրել է ուրախությունը իր երեխաներին, ուրեմն նրանք մարդիկ չեն, որոնց հետ ես ընդհանրապես ուզում եմ աշխատել։ Հինգշաբթի օրը երանյան հանդիպում հաղորդման ստուդիան սովորականից ավելի բանուկ էր։ Լուրը, որ Էդվարդ Սարգսյանը, Երանի ամենաազդեցիկ գործարարներից մեկը, անձնական հարցազրույց է տալու, հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցներում։ Շատերը շահարկում էին պատճառը։ Արդյոք դա գործի ընդլայնման մասին էր։ Որ է նոր բարեգործության։ Հարգանքի տոր հանգուցյալ կնոջը։ Էդվարդը ստուդիա հասավ միայն Կլարայի ուղեկցությամբ։ Նա պնդել էր, որ Լիլիթը չգա, ցանկանալով խնայել նրան սկզբնական հրապարակայնությունից։ Նա համաձայնել էր, բայց խոստացել էր դիտել տանը երեխաների հետ։ Մարինե Ասատրյանը, հաղորդման հաղորդավարուհին, հայտնի էր իր ուղիղ, բայց հարգալից հարցազրույցներով։ Երբ տեսախցիկները սկսեցին նկարահանել, նրա առաջին հարցը հենց այն էր, ինչ Էդվարդն սպասում էր։ Էդվարդ, դուք միշտ շատ զուսպ եք եղել ձեր անձնական կյանքի հարցում։ Ինչն է ձեզ դրդել այսօր ընդունել այս հարցազրույցը։ Էդվարդը խորը շունչ քաշեց, ուղիղ նայելով տեսախցիկին։ Մարինե, երկար ժամանակ ես հավատում էի, որ իմ ընտանիքը պաշտպանելը նշանակում է նրան հեռու պահել ուշադրության կենտրոնից։ Բայց վերջերս հասկացա, որ երբեմն նրանց պաշտպանելը, ում սիրում ենք, նշանակում է հենց հակառակը։ Դա նրանց մասին խոսելն է, դա հրապարակայնորեն ճանաչելն է այն տեղը, որը նրանք զբաղեցնում են մեր կյանքում։ Դուք ձեր երեխաներին նկատի ունեք։ Իմ երեխաներին, այո։ Բայց ոչ միայն նրանց։ Էդվարդը դադար տվեց, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ Մի շատ յուրահատուկ մարդ է մտել մեր կյանք վերջին ամիսներին լիովին փոխել մեր իրականությունը։ Մարինեն թեթակի առաջ թեքվեց, հասկանալով, որ կարևոր բացահայտման առջ է։ Այն բանից հետո, երբ կինս Կարինեն մահացավ, ես երեխաներս մտանք շատ մութ փուլ։ Երեխաները դադարել էին ծիծաղել, խաղալ, երեխա լինել։ Ես այնքան էի կորած իմ սեփական սկի մեջ, որ չէի կարողանում նրանց օգնել։ Հենց այդ ժամանակ Լիլիթը եկավ մեր կյանք։ Էդվարդը պատմեց պատմությունը սկզբից։ Խոսեց այն առաջին կեսօրվա մասին, երբ տուն հասավ ամիսների մեջ առաջին անգամ ծիծաղ լսեց։ Նկարագրեց երեխաների աստիճանական փոփոխությունը, այն ձև, որով Լիլիթը կարողացել էր վերադարձնել նրանց ուրախությունը, առանց փորձելու ջնջել մոր հիշատակը։ Լիլիթը պարզապես խնամակալ չէ, ասաց նա, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Նա արտասովոր կին է, որը կորցրել է 3 տարեկան դստերը լեյկեմիայից, նույնիսկ այդքան ցավից հետո, դեռ կարողանում է սիրել այլ երեխաների, կարծես նրանք իրենը լինեն։ Մարինեն ուշադիր լսում էր, ակնհայտորեն հուզված պատմությունից։ Բայց Էդվարդ, պատկերացնում եմ, որ այս մտերմությունը մեկնաբանություններ է առաջացրել։ Առաջացրել է։ Եվ հենց դրա մասին եմ ուզում խոսել այսօր։
Էդվարդն ուղղվեց աթոռին։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը սիրում է դատել, շահարկել, խնդիրներ ստեղծել, որտեղ միայն սեր կա։ Որոշ մարդիկ Լիլիթի իմ երեխաների միջ ջերմ հարաբերությունները տեսան որպես անպատշաճ մի բան։ Մյուսները կասկածի տակ դրեցին իմ դատողունակությունը, թույլ տալով, որ աշխատակիցն այդքան մտերիմ դառնա ընտանիքի հետ։ Եվ ինչ ունեք ասելու այդ մեկնաբանությունների մասին։ Էդվարդը ժպտաց, տխրության վճռականության խառնուրդ իր աչքերում, որ այդ մարդիկ կորցնում են գլխավոր իմաստը։ Խոսքը գործատուի աշխատողի մասին չէ։ Խոսքը մի ընտանիքի մասին է, որը կոտրված էր գտավ վերականգնվելու միջոց։ Խոսքը սիրո մասին է։ Սիրո։ Այո, Մարինե։ Ես սիրահարվել եմ Լիլիթին։ Եվ դրանում ոչ մի սխալ բան չկա։ Նա խելացի, քաջ, հոգատար կին է, որը լույս վերադարձրեց մեր տուն։ Եվ եթե որոշ մարդիկ դրա հետ խնդիր ունեն սոցիալական դասի, ռասայի կամ որևէ այլ նախապաշարմունքի պատճառով, ուրեմն խնդիրը նրանցն է, ոչ թե մերը։ Ստուդիան մի քանի վայրկյան Լ. Ուր մնաց։ Հազվադեպ էր հեռուստատեսությամբ նման ուղիղ քաջ խոստովանություն տեսնելը։ Ինչպես են ձեր երեխաներն արձագանքել այս փոփոխությանը։ Նրանք առաջինն էին, որ ընդունեցին Լիլիթին որպես ընտանիքի անդամ։ Երեխաները նախապաշարմունքներ չեն տեսնում, չեն դատում մաշկի գույնով կամ բանկային հաշվով։ Նրանք տեսնում են սեր, հոգատարություն, քնքշություն։ Եվ անմիջապես ճանաչում են դա։ Եվ ինչ եք պլանավորում ապագայի համար։ Էդվարդը ժպտաց, ամիսների մեջ առաջին անգամ նա թվում էր իսկապես խաղաղ։ Մենք շատ յուրահատուկ նախագիծ ունենք մտքում։ Ուզում ենք մեր տան մի մասը վերածել աջակցության հիմնադրամի այն ընտանիքների համար, որոնք կորուստների միջով են անցնում, հատկապես քաղցկեղի բուժում ստացող երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դա կլինի հարգանքի տուրք իմ կնոջ, Կարինեի, Լիլիթի դստեր, Հելենի հիշատակին։ Միասին հիմնադրամ։ Միասին։ Որպես ընտանիք։ Տանը Լիլիթը դիտում էր հարցազրույցը երեխաների հետ գրկին, արցունքները հոսում էին դեմքով։ Պետրոսը բռնել էր նրա ձեռքը, Սոնան փաթաթվել էր նրա կողքին, իսկ Միքայ ելը քնած էր նրա գրկում, անտեղյակ այդ պահի կարողությունից։ Լիլիթ մորաքույր, ասաց Պետրոսը, երբ հարցազրույցն ավարտվեց, հիմա բոլորը կիմանան, որ դու իսկապես մեր ընտանիքից ես։ Կարծես թե այո սիրելիս, պատասխանեց նա, դեռ մարսելով այն ամենը, ինչ հենց նոր լսել էր։ Սոնան շրջվեց դեպի նա այն լրջությամբ, որը միայն երեխաները կարող են ունենալ։ Դու երջանիկ ես։ Լիլիթը ժպտաց արցունքների միջով։ Շատ երջանիկ։ Երբ Էդվարդը այդ գիշեր տուն հասավ, գտավ Լիլիթին, որը սպասում էր նրան պատշգամբում։ Նա նետվեց նրա գիրկը, նրանք մի քանի րոպե գրկախառնված մնացին, առանց բառերի կարիքի։ Դու խենթ ես, ասաց նա վերջապես։ Լիովին խենթ։ Ինչո՞վ։ Մեր վրա ամեն ինչ դնելու համար։ Այսպես քեզ բացահայտելու համար։ Ամեն ինչով ռիսկի դիմելու համար։ Էդվարդը մի փոքր հեռացավ, նրա աչքերին նայելու համար։ Դա խաղադրույք չէր, Լիլիթ։ Դա վստահություն էր։ Հաջորդ օրերին հարցազրույցի արձագանքը հենց այնպիսին էր, ինչպիսին Էդվարդն սպասում էր, բաժանված։ Քննադատություններ եղան, այո։ Նախապաշարված մեկնաբանություններ սոցիա։ Լական ցանցերում նրա որոշումը կասկածի տակ դնող հոդվածներ, մարդիկ իր սոցիալական շրջապատից, որոնք հեռացան։ Բայց եղավ մի բան, որը նա չէր սպասում, շատ ավելի շատ աջակցություն, քան քննադատություն։ Ընկերությունը հարյուրավոր հաղորդագրություններ ստացավ մարդկանցից, որոնք ոգեշնչվել էին պատմությունից։ Նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ ընտանիքներ կապ հաստատեցին, ցանկանալով կիսվել իրենց փորձով։ Նույնիսկ գործընկերության առաջարկներ եղան այն հիմնադրամի համար, որը Էդվարդը նշել էր։ Ամենակարևորը, երեխաներին սկսեցին այլ կերպ վերաբերվել այն նոր դպրոցում, որտեղ Էդվարդը նրանց գրանցել էր։ Հետաքրքրասեր հայացքների շշուկների փոխարեն նրանք գտան ընդունելություն, հարգանք։ Ընտանիքի պատմությունը հուզել էր այլ ծնողների, որոնք նույնպես հասկանում էին ընտանեկան վերակառուցման մարտահրավերները։ Հարցազրույցից 3 ամիս անց Սարգսյանների տան արմատյան թը վերանորոգվում էր, դառնալուց Հելեն Կարինե աջակցության կենտրոն։ Անունը Սոնայի առաջարկն էր, որը ցանկանում էր հարգել մորը, Լիլիթի դստերը։ Տարածքը կներառեր խաղասենյա։
Կներ բուժման մեջ գտնվող երեխաների համար ընտանեկան հոգեբանական խորհրդատվության սենյակներ մանկական գրքերով գրադարան։ Լիլիթը պաշտոնապես դարձել էր նախագծի համակարգողը, օգտագործելով իր անձնական փորձը մանկավարժական կրթությունը ՍԿ-ի մեջ գտնվող ընտանիքների համար հատուկ գործունեություն մշակելու համար։ Էդվարդը զբաղվում էր վարչական ֆինանսական մասով, բայց նա էր, որ հոգի էր տալիս նախագծին։ Բացման օրը, այն առաջին ծիծաղի կեսօրից 6 ամիս անց, տունը լի էր հյուրերով։ Ընտանիքներ, որոնք կօգտվեին նախագծից, առողջապահության ոլորտի մասնագետներ, լրագրողներ, ամենակարևորը երեխաներ։ Շատ երեխաներ։ Էդվարդը բարձրացավ այգում տեղադրված փոքրիկ բեմ, բացման խոսք ասելու համար։ Լիլիթն առաջին շարքում էր, Պետրոսի, Սոնայի, Միքայելի կողքին, բոլորը հագած իրենց լավագույն հագուստները։ Տիկին Հելենը, Էդվարդի զոքանչը, նույնպես այնտեղ էր, հպարտ ժպիտով դեմքին։ Նա դարձել էր Լիլիթի ամենամեծ պաշտպաններից մեկը, տեսնելով, թե ինչպես է իր ընտրած հարսը վերադարձրել ուրախությունը թոռներին։ Իմ ընկերներ, սկսեց Էդվարդը, նրա ձայնը արձագանքեց այգում։ Այսօր մենք ոչ միայն աջակցության կենտրոն ենք բացում։ Մենք նշում ենք այն ապացույցը, որ սերը միշտ ճանապարհ է գտնում։ Նա նայեց Լիլիթին, որը ժպտում էր արցունքոտ աչքերով։ 1 տարի առաջ այս տունը լռության կարոտի վայր էր։ Այսօր այն լի է կյանքով, հույսով, ապագայով։ Եվ դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ մի արտասովոր կին մեզ սովորեցրեց, որ հնարավոր է սիրել առանց վախի, նույնիսկ կորստից հետո։ Էդվարդն իջավ բեմից, քայլեց դեպի այնտեղ, որտեղ Լիլիթն էր։ Բոլոր ներկաների հայացքի ներքո նա ծնկի իջավ նրա առաջ, գրպանից հանեց մի փոքրիկ տուփ։ Լիլիթ Սիմոնյան, ասաց նա, նրա ձայնը դողում էր հուզմունքից, դու կյանք վերադարձրիր ինձ իմ երեխաներին։ Լույս բերեցիր, որտեղ միայն խավար էր։ Սեր բերեցիր, որտեղ միայն դատարկություն էր։ Կամուսնանաս ինձ հետ։ Այգում բացարձակ լռություն տիրեց։ Լիլիթը նայեց Էդվարդին, հետո երեխաներին, որոնք սպասումով նայում էին նրան, վերջապես բոլոր դեմքերին շուրջ բոլորը, որոնք սպասում էին նրա պատասխանին։ Այո, ասաց նա, նրա ձայնը հազիվ լսելի էր։ Եվ հետո, ավելի բարձր։ Այո, ես համաձայն եմ։ Այգին պայթեց ծափահարություններից, ուրախության ճիչերից։ Պետրոսը, Սոնան, Միքայելը վազեցին գրկելու նրանց, կազմելով ընտանեկան շրջան հենց այնտեղ, այդ ամբողջ տոնակատարության մեջ։ Մինչ Էդվարդը մատանին դնում էր Լիլիթի մատին, նա շշնջաց նրա ականջին. Շնորհակալություն, որ չվախեցար նորից սիրել։ Շնորհակալություն քեզ, որ ինձ սովորեցրիր, որ հնարավոր է վերականգնել ընտանիք, առանց հիշողությունները քանդելու, պատասխանեց նա։ Այդ գիշեր, երբ բոլոր հյուրերը գնացել էին, երեխաները վերջապես քնել էին, Էդվարդն ու Լիլիթը նստեցին պատշգամբում, զմայլվելով այգով, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նրա տնկած բանջարանոցը ծաղկել էր, ծառի վրա միասին կառուցած տնակը լուսավորված էր փոքրիկ ամանորյա լույսերով, այն տարածքը, որտեղ պետք է գործեր աջակցության կենտրոնը, արդեն ցույց էր տալիս այն կյանքի նշանները, որը պետք է հյուրընկալեր։ Կարծում ես, Կարինեն հավանություն կտար, հարցրեց Էդվարդը, բռնելով Լիլիթի ձեռքը։ Համոզված եմ, որ այո։ Ինչպես համոզված եմ, որ Հելենը ուրախ է, տեսնելով իր մորը նորից երջանիկ։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել։ Լիլիթը ժպտաց, մատնացույց անելով տան պատուհաններից մեկը, որտեղ մի մեղմ լույս ցույց էր տալիս, որ Միքայելը լամպը վառ էր թողել։ Որովհետև սերը չի մահանում, Էդվարդ։ Այն փոխակերպվում է, բազմապատկվում, գտնում է գոյություն ուն։ Ենալու նոր ձեր։ Կարինեն մեզ միավորեց երեխաների միջոցով։ Հելենը ինձ բերեց ձեզ մոտ իմ սկի փորձի միջոցով։ Մեր սերը չի փոխարինում նրան, ինչ կորցրել ենք, այն պատվում է։ Էդվարդը համբուրեց Լիլիթի ձեռքը, զգալով մի խորը խաղաղություն, որը պատել էր իր սիրտը։ Այնտեղ, այդ այգում, որը ականատես էր եղել այդքան ցավի, այդքան բուժման, նրանք գրում էին իրենց կյանքի նոր գլուխը։ Ոչ թե մի նոր սկիզբ, որը ջնջում էր անցյալը, այլ մի շարունակություն, որը պատվում էր այն։ 1 տարի անց Էդվարդի Լիլիթի հարսանիքը տեղի ունեցավ նույն այգում, որտեղ նա խնդրել էր նրա ձեռքը։ Արարողությունը պարզ էր, մտերմիկ, միայն իրենց կյանքի ամենակարևոր մարդկանց ներկայությամբ։ Պետրոսը մատանիների գրողն էր, Սոնան վարդի թերթիկները շաղ տալիս ճանապարհին, իսկ Միքայելը գրում էր մատանիները այն լրջությամբ, ով գիտեր, որ մասնակցում է շատ յուրահատուկ մի բանի։ Պատվո սեղանին 2 տեղ վերապահված էր ծաղիկներով։ Մեկը Կարինեի, մյուսը Հելենի համար։
Ոչ թե որպես տխրությանց, այլ որպես ճանաչում, որ նրանք նույնպես այդ տոնակատարության մասն էին։ Խնջույքի ընթացքում Էդվարդը դիտում էր իր նոր ընտանիքը։ Լիլիթը Պետրոսի հետ պարում էր մի երգ, որը Կարինեն սովորաբար երգում էր, Սոնան բալետի շարժումներ էր սովորեցնում ներկա մյուս երեխաներին, իսկ Միքայելը վազում էր այգում մի երեխայի վարակիչ ուրախությամբ, որն իրեն լիովին սիրված ապահով էր զգում։ Հելեն Կարինե աջակցության կենտրոնը դարձել էր հեղինակություն քաղաքում։ Ամեն ամիս ընտանիքներն այնտեղ գտնում էին անհրաժեշտ աջակցություն, իրենց ամենադժվար պահերը հաղթահարելու համար։ Լիլիթը համակարգում էր աջակցության խմբերը, Էդվարդը դասախոսություններ էր կարդում ընտանեկան վերակառուցման մասին, իսկ երեխաները մասնակցում էին, պատմելով իրենց հաղթահարման փորձառությունները։ Մի կիրակի կեսօրին, այն առաջին ծիծաղի կեսօրից գրեթե 2 տարի անց, Էդվարդը տուն հասավ նորից ուրախության ձայներ լսեց հյուրասենյակից։ Բայց այս անգամ դրանք միայն Պետրոսի, Սոնայի, Միքայելի ձայները չէին։ Այլ երեխաներ էլ կային, աջակցության կենտրոն հաճախող ընտանիքների երեխաներ, որոնք եկել էին ճաշի։ Էդվարդը կանգնեց դռան մոտ, դիտելով տեսարանը։ Լիլիթը շրջանի կենտրոնում էր, պատմություն էր պատմում, ճիշտ այնպես, ինչպես այն առաջին անգամ։ Բայց այժմ նա այլս այն խնամակալը չէր, որին վարձել էին այդ տուն ուրախություն վերադարձնելու համար։ Նա ընտրված մայրն էր, սիրելի կինը, այն կինը, որն ապացուցել էր, որ սերը միշտ հնարավոր է, երբ մենք քաջություն ունենք բացելու մեր սիրտը։ Պետրոսն առաջինը տեսավ նրան վազեց գրկելու։ Հայրիկ։ Լավագույն պահին հասար։ Մայրիկը պատմում էր, թե ինչպես եք դուք ծանոթացել։ Մայրիկը։ Էդվարդը ժպտաց, զգալով, թե ինչպես է սիրտը տաքանում։ Այո, նա այժմ նրանց մայրն էր։ Ոչ թե Կարինեի փոխարինողը, այլ նոր մայրը, որին կյանքը նրանց տվել էր։ Եվ պատմության ո՞ր մասն էր պատմում, հարցրեց Էդվարդը, նստելով շրջանում։ Ծիծաղի մասը, պատասխանեց Սոնան, փաթաթվելով նրա կողքին։ Թե ինչպես դու տուն հասար լսեցիր, թե ինչպես ենք մենք ծիծաղում առաջին անգամ, երբ մայրիկ Կարինեն գնաց երկինք։ Էդվարդը նայեց Լիլիթին, որը ժպտում էր այն հանգիստ արտահայտությամբ, որը նա այդքան սիրում էր։ Նա հասել էր մի բանի, որը անհնարին էր թվում։ Պատվել անցյալը, կառուցելով ապագան, սիրել ուրիշ կնոջ երեխաներին, առանց փորձելու ջնջել նրա հիշատակը, վերականգնել ընտանիք, կենդանի պահելով նրա հիշողությունը, ով այն սկսել էր։ Եվ ո՞րն է պատմության վերջը, հարցրեց այցելու երեխաներից մեկը։ Լիլիթը նայեց շուրջ բոլոր այն երեխաներին, որոնք ունեին իրենց սեփական կորստի վերականգնման պատմությունները, հետո Էդվարդին։ Վերջը, ասաց նա, այն է, որ երբեմն լավագույն պատմությունները վերջ չունեն։ Նրանք շարունակում են գրվել ամեն օր, ամեն ծիծաղով, ամեն գրկախառնությամբ, սիրո ամեն պահով, որը մենք ընտրում ենք ապրել։ Եվ այսպես, այն սենյակում, որը մի ժամանակ չափազանց լուռ էր, շրջապատված ծիծաղով, որը արձագանքում էր պատերին երաժշտության պես, Էդվարդը հասկացավ, որ Լիլիթը ճիշտ է։ Նրա պատմությունը չէր ավարտվել Կարինեի մահով, ինչպես նրանը չէր ավարտվել Հելենի հեռանալով։ Նրանց պատմությունները հանդիպել էին, միահյուսվել, միասին ստեղծել նոր ու գեղեցիկ մի բան։ Սերը, բացահայտեց Էդվարդը այդ պահին, սահմանափակ ռեսուրս չէ, որը սպառվում է, երբ մենք այն կորցնում ենք։ Սերն անսահման է, ունակ բազմապատկվելու, գտնելու նոր սրտեր, բնակվելու համար, նոր կյանքեր փոխակերպելու համար։ Եվ երբ մենք քաջություն ունենք նորից սիրելու, մենք չենք փոխարինում նրան, ում կորցրել ենք, մենք պատվում ենք սիրո այն ունակությունը, որը նրանք արթնացրել են մեր մեջ։ Դիտելով իր ընտանիքը, հավաքված այդ կիրակի կեսօրին, Էդվարդը գիտեր, որ ճիշտ որոշումներ է կայացրել։ Նա ընտրել էր սերը, վախի փոխարեն, քաջությունը, համակերպման փոխարեն, երջանկությունը, հասարակական հավանության փոխարեն։ Եվ արդյունքն այնտեղ էր, ծիծաղի տեսքով, որը լցնում էր իր տունը, երեխաների տեսքով, որոնք նորից դարձել էին երեխաներ, մի արտասովոր կնոջ տեսքով, որն ընտրել էր մնալ գեղեցիկ մի բան կառուցել իրենց կյանքի կոտրված կտորներով։ Այդ գիշեր, երբ բոլոր այցելու երեխաները գնացել էին, Պետրոսը, Սոնան ու Միքայելը քնել էին, Էդվարդն ու Լիլիթը նստեցին այգում, ինչպես անում էին ամեն գիշեր։ Բանջարանոցը երբե եղածից ավելի փարթամ էր, աջակցության կենտրոնը լիարժեք գործում էր, տունը շնչում էր կյանքով յուրաքանչյուր անկյունում։ Դու երջանիկ ես, հարցրեց Էդվարդը մի հարց, որը հաճախ էր տալիս, կարծես պետք է համոզվեր, որ այս ամենն իրական է։ Ավելի երջանիկ, քան երբե պատկերացրել էի, որ հնարավոր կլինի Հելենից հետո, պատասխանեց Լիլիթը, փաթաթվելով նրա կողքին։ Իսկ դու… Լիովին երջանիկ, ասաց նա, համբուրելով նրա գլխի գագաթը։
Եվ երախտապարտ։ Երախտապարտ, որ դու քաջություն ունեցար մնալու, որ ինձ սովորեցրիր, որ հնարավոր է սիրել առանց վախի։ Շնորհակալություն քեզ, որ ինձ ցույց տվեցիր, որ ես արժանի էի նորից սիրվելու, պատասխանեց նա։ Այնտեղ այգում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, որտեղ սուգը վերածվել էր հույսի, վախը տեղի էր տվել սիրուն, Էդվարդն ու Լիլիթը գիտեին, որ գտել են հազվագյուտ թանկարժեք մի բան։ Երջանկության երկրորդ հնարավորություն, կառուցված իսկական սիրո ամուր հիմքերի վրա։ Եվ մինչ աստղերը փայլում էին Երանի վրա, իրենց կյանքով լի տան վրա, աջակցության կենտրոնի վրա, որը կօգներ այլ ընտանիքների գտնել իրենց ճանապարհը դեպի ուրախություն, նրանք գիտեին, որ իրենց պատմությունը կշարունակի գրվել օրեցօր, ծիծաղ առ ծիծաղ, սեր առ սեր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդվարդի Լիլիթի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո ընտանեկան վերականգնման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Այստեղ ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենագեղեցիկ ճշմարիտ կողմը, ցույց տալով, որ միշտ հնարավոր է նորից սկսել, երբ մենք քաջություն ունենք սիրելու։ Կյանքը մեզ սովորեցնում է, որ իսկական սերը չի փոխարինում նրան, ինչ կորցրել ենք, այլ մեզ ուժ է տալիս նոր գեղեցիկ մի բան կառուցելու այն հիմքերի վրա, ինչ ապրել ենք։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, ցույց կտա, որ երջանկությունը միշտ ճանապարհ է գտնում, երբ մենք բացում ենք մեր սիրտը դրա համար։